Սինգապուրը կարելի է համարել հրաշք քաղաքագիտության իմաստով։ Այս տարածաշրջանը երևի աշխարհի ամենաբազմազան էթնիկ եւ գրոնական այսպես խարն եւ համերաշխ խաբրող տարածաշրջանն է։ Այդ այդ ժամանակվա ազգային նացիոնալիզմի վերելքի ժամանակ նրանք եկան այն եզրակացության, որ պետք է կղզիների այսպես որոշ մի մեխանիզմ ստեղծել, որ միավորել ամբողջը Ինդոնեզիա պետության տակ։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրներ Արարատ Կոստանյանը, ով արևելագետ է, միջազգայնագետ, Ավստրալիայի պետական համալսարանի միջազգայնագիտության մագիստրոս եւ Ինդոնեզիայի միջազգային իսլամական համալսարանի դոկտորանտ։ Մենք այսօր խոսել ենք Հարավարևելյան Ասիայի մասին, մի հսկայական տարածաշրջան, բազմազանությամբ, այսպես աչքի ընկնող, բազմաթիվ կրոններ, ժողովուրդներ, պետություններ, եւ մենք քննարկել ենք այս տարածաշրջանում այս բազմազանության մեջ համակեցության գտնելու բանալին ենք փորձել հասկանալ եւ փորձել ենք քննարկել այն միջազգային կազմակերպությունը, որը այս ամբողջի հիմքում է ASEAN-ը, մենք փորձել ենք հասկանալ ինչ պատմական հիմքեր ունեին այս պետությունները ձևավորման համար, եկել են գաղութատիրական ժամանակներից, խոսել ենք Սառը պատերազմյան խնդիրների մասին, խոսել ենք նաեւ այսօրվա միջազգային իրավիճակի մասին եւ նաեւ հայկական համայնքի մասին։ Ինչպես հայերը հայտնվեցին այս տարածաշրջանում, ինչ կշիռ եւ նշանակություն ունեն եւ հանրապես ինչպես են այսօր, այսպես ինչպիսին է այսօր հայկական հետքը այս երկրների համար, չափազանց հետաքրքիր զրույց է ստացվել։ Իմ համար շատ նոր բան եմ ես բացահայտել եւ կարծում եմ դուք էլ կբացահայտեք եւ ի վերջո նաեւ կփորձենք համոզել մեր իշխանությունների եւ ընդհանրապես մեր հասարակություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավարևելյան Ասիայի նկատմամբ, որը դառնում է կամաց աշխարհի կենտրոններից մեկը, եթե ոչ ֆինանսական կենտրոնը։ Անպայման դիտեք մեր հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Արաջան, ողջույն։ Բարև ձեզ։ Այսօր մի այսպես շատ տարօրինակ նաև մեր լսողների համար երևի թեմայից ենք խոսելու, բայց իմ համար օրինակ տարօրինակ է, որ այդ թեման մեր հասարակությունում այդքան շատ չի լուսաբանվում, այդ թեմա, այդ տարածաշրջանը այդքան շատ չի լուսաբանվում, գիտելիքներ շատ քիչ ունենք, այնինչ այդ տարածաշրջանը երևի միջազգային քաղաքականության աճող այնպես ամենակենտրոնական այսպես գոտիներից մեկն է այսօր, եւ մենք այսօր խոսելու ենք Հարավ-Արևելյան Ասիայի մասին։ Հիմա կուզենամ թե շատ ընդհանուր հարցից սկսենք, ինչ է Հարավ-Արևելյան Ասիան, ինչ է իրենից ներկայացնում, ով է ապրում, չգիտեմ։ Գիտեք, նախ կարևորության մասին, որովհետև դուք սկզբում նշեցիք, ուրեմն տեսեք, երբ նայենք ներկան եւ այդ իմաստով անցյալին երբ հղում կատարում ենք, այդ տարածաշրջանը մասնավորապես հայտնի է եղել կամ աշխարհի ուշադրության կենտրոնում է եղել, երբ երկու գերհզոր ասիական պետություններ կամ կայսրություններ այն ժամանակ, մի կողմում Չինաստանը եւ Հնդկաստանը, այսպես իրենց վերելքի ժամանակն են ապրել։ Երկու ուրեմն ես կառանձնացնեի Չինաստանի Մեդաքսի բնականաբար ճանապարհի այդ մեծ մեգա հին Մեդաքսի ճանապարհի մեգա ծրագրի ժամանակ այս տարածաշրջանը որպես գտնվելով երկու ուրեմն այսպես օվկիանոսների մեջտեղում եւ բնականաբար կարևորագույն ուրեմն այս ծովային արևտուրի ճանապարհ լինելու հանգամանքով հին Մեդաքսի ճանապարհի ժամանակ գտնում է իր այսպես կարևորությունը ուրեմն Չինաստանի ազդեցությունը դեպի Մերձավոր Արևելք եւ դեպի Եվրոպա եւ հակառակը ուրեմն եւ այս տարածաշրջանը կարծեք այդ երկու ալիքներից օգտվելու ուրեմն այս բախտն է վիճակվել դա մեկ երկրորդ ուրեմն ինքը ավելի մշակույթապես ուրեմն երբ այդ տարածաշրջանը արդեն հայտնի է դարձել որպես տարածաշրջան, դա իր ազդեցություն ունեցել է ուրեմն հնդկական մշակութային վերելքով եւ այնտեղ արդեն տարածվել է հինդուիզմը, հետո բուդդիզմը եւ մինչ օրս այնտեղ մեծ ուրեմն կառույցներ եւ վանքեր կան հինդուական եւ բուդդիստական Բորոբուդուրը շատ հայտնի է, որը աշխարհի այսինքն կարծում եմ հրաշալիքներից մեկն է
Այնպես որ այդ հնդկական մշակույթի այդ վերելքի մշակույթաբես, ուրեմն տեսեք Հնդկաստանի բարակայում մշակույթաբես այդ ազդեցությունը, քրագանության, արխիտեկտուրա եւ այլն, լեզու եւ մյուս կողմից Չինաստանի այդ արևդուրի ուրեմն կարեւորությունը, կարծեք այստեղ այսպես մի կոմպլեմենտար կարծեք այսպես համադրում է եղել մշակույթի եւ ուրեմն արևդուրի կարեւորության եւ իդեպ մինչ օրս դա շարունակվում է հիմա գամ ավելի ներկա ժամանակի այս տարածաշրջանի կարեւորությունը դա ուրեմն ես կարծում եմ սկսվեց 90-ական թվականներից երկու ալիք կա այնտեղ առաջին այդ ուրեմն այսպես ազատական այդ քաղաքապարախոսության սարը պատերազմից հետո այդ ուրեմն քաղաքապարախոսության տարածումը որ տնտեսությունը նաև աճեց այս տարածաշրջանը իր ուրեմն կարևորությունը նաև ստացավ եւ նաև այդ ժամանակ արդեն սկսվեց Չինաստանի տնտեսական առաջխաղացումը եւ Չինաստանի մուտք գործումը Միացյալ Նահանգների կողմից իհարկե թույլտվությամբ միջազգային շուկա արևտրային այսպես կապիտալիզմի կոպիտ ասած շուկա, եթե կարող ենք այդպես ասել։ Եվ այստեղ այս երկրների տարածաշրջանում եղած երկրների կարևորությունը ավելի սկսվեց ուրեմն նշмарելի դառնալ։ Մենք գիտենք այդ տնտեսագիտության մեջ կա այդ տերմինը վագրային, այո, թրիչքի երկրներ։ Իհարկե այնտեղ նաև եղավ մեծ անկում այդ ֆինանսական կրիզիսի ժամանակ 90-ականների վերջեր, այո, 97-ին եւ այլն, եւ այնտեղ տեղի ունեցան նաեւ իշխանափոխություններ, ուրեմն տրանսֆորմացիա ապրեց այդ տարածաշրջանը, մասնավորապես Ինդոնեզիայում, այսպես գդրուկ, ուրեմն ավտորիտարիզմից դեպի դեմոկրատիայի անցում եղավ այդ ժամանակաշրջանում, բայց վերադառնալով ուրեմն այս տարածաշրջանի կարևորության, ուրեմն այստեղ երկու ֆակտոր կար, ինչպես նշեցի, ազատ շուկայի համար նոր մի հնարավորության տարածաշրջան էր մեկ եւ երկրորդ Չինաստանի ուրեմն վերելքը նույնպես այս տարածաշրջանի գշիրը բարձրացրեց այն իմաստով որ բարձրացավ հետաքրությունը այս տարածաշրջան եւ մրցակցությունը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ որը այսօր շատ ավելի ակներև է Նույնպես կարևորությունը այս տարածաշրջանում ուրեմն միջազգային քաղաքականության մեջ կարծում եմ նաև Սարը պատերազմի ժամանակում էր, որտեղ կոմունիզմի ներթափանցման տարածման այս տարածաշրջանի համար մեծ նախադրյալներ կար, այսինքն մենք Չինաստանի կողմից, այո, Վիետնամ, այո, Չինաստանի, որ մենք հաճախ նշում ենք, բայց մենք ինձ համար էլ, այսինքն Կորեա, երբ ես այդ ժամանակաշրջանը, երբ տարածաշրջանի ուսումնասիրում եմ, yani ես էլ ուրեմն ինձ համար զարմանալի էր, իհարկե ես տեղյակ էի, որ այնտեղ կա կոմունիստական շարժում, կուսակցություն եղել է, բայց օրինակ տեղյակ չէի, որ Ինդոնեզիայում կոմունիստական կուսակցության անդամների թիվը ուրեմն Չինաստանից հետո աշխարհի ամենամեծ կոմունիստական կուսակցությունն էր։ Մենք հաճախ ուրեմն մեր տարածաշրջանը այստեղ լինելով մենք հաճախ սովետական միության մասին է մեր այսպես ավելի ուշադրությունը, բայց հա տեսնում ենք, որ աշխարհում ուրեմն այդ մարդկանց կամ գուսակցությունների թիվի ուրեմն բազմությունը կամ բազմազանությունը որոշիչ դեր է խաղում Սարը պատերազմի ժամանակ իհարկե այնտեղ հիբրիդային կամ ազդեցության գոտիներ տեղի ունեցան եւ բազում պատերազմներ տեղի ունեցան եւ բախումներ եւ միլիոններով կարելի ասել զոհեր Քանի որ այդ Ինդոնեզիայի մասին խոսեցինք ու կոմունիզմի մասին, ես նույնիսկ հիշում եմ, որ կոմունիստների դեմ բռնություններ եղան, չէ, եւ այսպես տասնյակ հազարներով ձերբակալեցի, նույնիսկ սպանեցին։ Այո, միլիոնի հասնող որոշ թիվեր կան, որ ուրեմն զոհեր եւ անհետ գործներ եւ այլն եւ ես ինչի դա գիտեմ, որտեղ որոշ ցեղասպանագետներ դա նույնիսկ ցեղասպանություն։ Այո, որոշ ուրեմն գիտնականներ այդպիսի ուրեմն իրենց աշխատություններում դա գոչել են որպես ցեղասպանություն եւ այդ վտանգի ուրեմն դա լուրջ աստակ էր որովհետեւ այս տարածաշրջանը ուրեմն դա տարածաշրջանի երկրները մասնավորապես Ինդոնեզիայում ուրեմն Մալայզիայում Ֆիլիպիններում այսպիսի կողմնորոշում կար որ
տարածաշրջանում երկիրներում կրոնը անկախ եթե դա բուդդիզմ է, հինդուիզմ է, իսլամ է կամ քրիստոնեություն է, նրանց առօրյա կյանքում մինչ օրս կրոնը շատ մեծ դեր է խաղում սոցիալ, այսինքն շփումների մեջ, եւ այդպիսով նրանք համարում էին ուրեմն կոմունիզմի քաղաքախոսությունը այդ աթեիզմի հատվածը սպառնալիք իրենց տարածաշրջանի եւ այդ իմաստով դա ոչ թե միայն մրցակցություն էր Միացյալ Նահանգների կամ այն ժամանակվա լիբերալ կապիտալիստական բլոկի եւ սոցիալիստական բլոկի, այլ նրանք խորթ էին եւ վտանգավոր էին համարում իրենց ուրեմն այս ներքին կյանքի կամ սոցիալական դրվածքի սպառնալիք այն իմաստով ուրեմն որբեսի կանխվի այդ կոմունիզմի ներթափանցումը եւ թաթարեցվի այդ տարածաշրջանը լինելու այս երկու գերդերությունների կամ երկու քաղաքախոսությունների թիրախ նրանք որոշեցին հիմնական պետությունները դա իհարկե կարծում եմ Ինդոնեզիայի առաջադրանքն էր որպես տարածաշրջանում ամենամեծ բնակչություն ունեցող երկրի որբեսի ստեղծվի մի ուրեմն միջպետական կազմակերպություն եւ 67 թվականին իհայտ եկավ ASEAN-ը հարավարևելյան ասիական երկրների ասոցիացիան, որը կարծում եմ ներկա այս տարածաշրջանի տնտեսական վերելքի եւ գայունության եւ այսպես արագ զարգացման ուրեմն ամենակարևոր կառույցը այս կառույցն է ռեգիոնալ այս կառույցն էր որտեղ նրանք կարողացան այդ սարը պատերազմի ժամանակվա եւ այդ ժամանակից այս կողմ ինչպես որ նշեցի այդ կրիզիսի ժամանակ իրար օժանդակելու եւ կոնֆլիկտները համատեղ միասնապար հարթելու եւ ես կարծում եմ սա դերևս իհարկե կան որոշ ուրեմն մտավորականներ կամ մասնագետներ, որոնք կոչում են այս գազագերբությունը որպես Tea Party, այսինքն թեյ խմելու վայր, այսինքն այն իմաստով, որ այդքան արդյունավետ չէ, բայց ես կարծում եմ, որ այդ կոնֆլիկտները, որը տարածաշրջանում այդ գղզիացած պետությունների միջև, որոնք բոլորը բոլորից մի ինչ-որ գղզիում կամ մի հատված գղզիից պահանջ էին ներկայացնում, այսինքն այնտեղ միայն Ինդոնեզիայում գոյություն ունի 18000 գղզի, պատկերացրեք ուրեմն ինչպիսի ուրեմն կողքի հարևան պետությունները ինչպիսի պահանջներ կունենան իրարից այդ փոքր գղզիների եւ դա պատմականորեն այդպես է եղել, այսինքն այդ տարածաշրջանը պատմականորեն ուրեմն այսպես եթե անցնենք տերմինոլոգիային այնտեղ ուրեմն Մալեզի էր գոչվում այդ ամբողջ որպես Malay race այսինքն ներկայացուցիչներ ռասայի մալայական ռասայի դա ամբողջությամբ հետո կանդրադառնանք ես դրանից էի ուզում էի նաեւ իրականում գայ որ մենք այսպես սկսեցինք կեսրվանից ու հետ գնացինք ավելի շուտ ու հետաքրքիր նաև այդպես ձև ընտրեցինք բայց սարը պատերազմից առաջ պետք է հասկանալ որ միջև այս պետությունների ձևավորումը մենք այստեղ նաև ունենք գաղութային անցյալ, չէ՞, գաղութային պետությունների անցյալ, ովքեր այս տարածքը շատ լավ հասկանալով այդ կարևորությունը, որը եւ դու նշեցիր, այդ տարածքի կարևորությունը ու նաև այդ տարածքը համեմունքներով էր, չէ՞, հայտնի, համեմունքները են այնտեղից վերում, որոնք այսպես համաշխարհային առևտրի շատ կարևոր այսօրվա նավթն էր, էլի կարելի ասել, ով տիրապետում էր համեմունքների առևտրին, ամբողջ աշխարհին տիրապետում էր եւ ես իմ սահմանափակ գիտելիքների շրջանակներում, այսինքն գիտեմ, որ բրիտանացիները, պորտուգալացիները, չէ, հոլանդացիները միշտ այդտեղ շատ ակտիվ են եղել ու նաև երևի այսօրվա այդ հակամարտությունների, որ դու նշեցիր, արմատները նաև այդ գաղութային շրջանում, չէ, պետք է պատկերացնել։ Իհարկե, այնտեղ ուրեմն որոշիչ ուրեմն այդ դասագարկման, եթե ասենք այդ ուրեմն այսպես Մարքսի դեսության, եթե մի քիչ անդրադառնանք, այո, այնտեղի ուրեմն դասագարկերի ուրեմն բաժանումը իհարկե դա տեղի ունեցավ քաղաքարար իշխանությունների կողմից, օրինակ Ինդոնեզիայում մասնավորապես բնականաբար առաջին ուրեմն արաբելություն ունեցող ժողովուրդը բնականաբար եվրոպացի հոլանդացիներն էր եւ մեր հայերին էլ դասագարկել էին այդ ուրեմն դասագարկման մեջ, որը
հետո կանտրադառնանք երևի հայկական հետքերին, այնքան էլ չէ որ հայկական ուրեմն ներկայությունը այսպես գաղութարարների հսկողության տակ էր կամ նրանց ուրեմն ենթակայության տակ էր, ուրեմն երկրորդ այնտեղ չինացիների եւ արաբների, որոնց արմատները Եմենից եւ մինչ օրս գոյություն ունեն այդ ուրեմն գաղութը, եթե կարող ենք ասել, եւ դիտմամբ կարծեք ամենացածր ուրեմն դասակարգման մեջ բնիկ ժողովուրդն էր եւ մինչեւ եթե այսօր նայեք ուրեմն այդ դասակարգումից հետո բնականաբար այնտեղ եվրոպացիներ կամ գաղութարարներ գոյություն չունեն, իհարկե կան օտարներ, բայց կարգավիճակ ունեցող այնպես գոյություն չունեն, բայց եթե նայեք ուրեմն տնտեսական Ինդոնեզիայի զարգացումը եւ այդ կապիտալի, ֆինանսական կապիտալի ուրեմն բուրգերը եթե նայենք, մինչև օրս չինացիները եւ արաբները ավելի մեծ ուրեմն հնարավորություն կարողություն ունեն, քան տեղացի ուրեմն այդ ֆինանսական խավը, այստեղ գալիս է այդ ուրեմն քաոթարարների գծած հնարավորությունների ուրեմն սիստեմից, համակարգից, որը մինչ օրս կարծեք իր ազդեցությունը թողել է, որովհետեւ բնականաբար երբ դրվում է որոշ խավերի առավելություն, նրանք այդ ժամանակվանից երբ ստանում են առավելություն կամ այսպես ճագետների մեջ մոնոպոլիա, եւ դա կարծում եք արդեն 50-100 տարի ժամանակ անց նրանք արդեն ավելի գայացած են լինում, քան այդ խավը, որին հնարավորություն չի տրվել այո, հնարավորություն չի տրվել այդքան ուրեմն տնտեսական եւ ֆինանսական աշխարհում իրենց ստորագրությունը այսպես դնել։ Երբ որ ասում ենք տեղաբնիկներ, նաեւ մենք սկզբից պետք է ասենք ու չասեցինք, երևի այդ մեր բացն էր, բայց հիմա ուղենք այդ բացը, որ նաեւ մեր լսողները պատկերացնեն։ Այսինքն մենք ի նկատի ունենք այդ տարածաշրջանը, երբ որ խոսում ենք, Ինդոնեզիան որպես մեծ պետություն չէ, Ֆիլիպինները, Մալայզիան, Սինգապուրը, փոքրիկ քաղաք-պետություն կարելի է ասել, Բրունեյը, այո, Լաոսը, դրանք եւ նաեւ Հնդկաչին թերակղզու, Կամբոջան, Լաոսը, Վիետնամը, Թայլանդը, եւ Իստ Թիմուրը, եւ Արևելյան Թիմորը մոռացանք ասել, որ անկախացավ շատ հետաքրքիր օրինակ եւ մոդել կարող էր մեր համար լինել, բայց ցավոք սրտի մենք։ Այո, ես դրա մասին մի հուշ կասեմ մոտակա։ Կասենք։ Բաստոնեն սա էր այդ տարածաշրջանը, որպեսզի պատկերացնեն մեր լսողները, մենք խոսում ենք ավելի քան 600 միլիոն մարդու մասին այս տարածաշրջանում ապրող, հսկայական մի տարածաշրջան 4 միլիոն քառակուսի կիլոմետր, բայց դե իհարկե դա մի քիչ այսպես 4 միլիոն քառակուսի կիլոմետր որ ասում ենք, դա ցամաքային է նկատի ունենք, բայց պետք է հասկանանք, որ դրանք կղզիներ են, որոնք ինչպես Արարատը նշեց, 18000 կղզու վրա տարածված մի պետություն է Ինդոնեզիան եւ աներևակայելի չափեր եւ բացի չափերից նաեւ այսպես առօրյա կյանք էլի, որովհետեւ մեր համար օրինակ մենք սովորենք, որ մեր երկրի տարածքը դա անընդհատ տարածք է, այսինքն ճանապարհ է, որով դու գնում ես եւ ինքը չի ընդհատվում, բայց երբ որ դու պատկերացնում ես, որ դա կղզիներ են, մեկը մյուսից հազարավոր կիլոմետր հեռու, այդ ամբողջ տարածքը համախմբել, միավորել եւ վերահսկելը շատ մեծ խնդրեմ է, մանավանդ որ եւ կզենամ արդեն հարցին զգամ, մանավանդ որ մենք ասում ենք տեղաբնիկ մի տերմինով ենք ասում, բայց իրենք տարբեր ազգեր ժողովուրդներ են, չէ՞, ճիշտ եմ պատկերացնում։ Այո, տարբեր էթնիկ ավելի։ Ուրեմն որպես ռասա նրանք ճանաչվում են որպես մալայան ռասայի։ Այո, այնտեղ կան բնիկներ նաև, որոնք նույն աբորիգեն, այսպես ծագում ունեն, որը Ավստրալիայում, այսինքն գոյություն ունի։ Եվ այդ մալայական այո, ռասան իրենք, բայց դա ընդհանուր ուրեմն այդ ամբողջ տարածաշրջանի ժողովուրդներին է վերաբերում, բայց ուրեմն պետք է նշեմ, որ այնտեղ կան տարբեր էթնիկ ուրեմն այսպես խմբավորումներ եւ տարբեր լեզուներ, մի քանի հարյուրի հասնող, բայց ուրեմն ավելի գիտեք, ավելի այդ էթնիկ ուրեմն տարանչատումները եւ լեզուները ավելի լոկալ, ռեգիոնալ հասկացության տակ են, օրինակ այնտեղ կան Ջավայի ուրեմն ժողովուրդը, այնտեղ կան Սունդանիզ, Բաթակ,
մադուրիզ, այս է իրենց ուրեմն էթնիկ տարանչադումները, իսկ ամբողջական, սա Ինդոնեզիայի մասին է խոսքը, իսկ ամբողջական ուրեմն իրենք ներկայանում են որպես մալայ ռասայի ուրեմն ներկայացուցիչներ, գա մի քանի վարկած, ուրեմն որոշները նշում են, որ հենց մալայի, ուրեմն այդ ցեղը, ռասան, ուրեմն բնիկ այդ տարածաշրջանի ուրեմն ժողովուրդ են կամ ազգություն է, կա մեկ նաև այլ վարկած, որը ուրեմն ասվում է, թե Թայվանից մի քանի հազար տարիներ առաջ, այսինքն 5-6 հազար տարիներ առաջ Թայվանից որոշ ուրեմն ժողովուրդ ուրեմն ներքախտել են այս տարածաշրջան, զուտ տնտեսական հնարավորությունների այդ ուրեմն այսպես օվկիանոսով շրջապատված տարածաշրջան լինելու համար, նրանք այդ տարածաշրջանում եկել եւ հաստատվել են Թայվանից եւ հարավային ուրեմն այսպես Չինաստանից այնպես որ ես կարծում եմ այնտեղ հնդկական նաեւ դերակատարությունը մեծ է եւ այս է ուրեմն այդ ծեր հարցին պատասխանը լինելով այդ ցակումնաբանությունը այդ ժողովուրդների եւ էթնիկ ուրեմն դարանչատումների բայց այսօր իրենք եթե մենք նայենք այսօր շեշտը ավելի նրանց մոտ նույնիսկ հստակ այսպես էթնիկ ուդավյալներ շատ վերջերս ի հայտ եկան այդ երկրում այդքան ուրեմն իրենք էթնիկ տվյալների վրա շեշտադրումը չեն դրել երևի ավելի չմասնադելու արդեն այդ ուրեմն իրարից հերու գղզիները բայց կասեի որ այսօր ավելի շեշտը այսինքն identity ինքնություն բնութագրելու ավելի շատ կրոնական պատկանելիության վրա է քան ավելի էթնիկ, որովհետև այնտեղ ուրեմն մեր պատկերացումը չէ, որ օրինակ այդ էթնիկ տարբերությունները չեն զուլվել եւ այլն։ Այսինքն տեսեք հիմա եթե համեմատենք մերձավոր արևելքի, մասնավորապես եթե Սիրիան, Լիբանանը եւ այլն, այնտեղ հստակ կան, չէ, հայեր, արաբ քրիստոնյաներ, թե որոշները չեն սիրում իրենց գոչել արաբ, օրինակ քրդեր, չէ, դրուզներ եւ այլն, բայց այնտեղ այս իմաստով շատ ավելի խառն է եւ այնտեղ շատ դժվար է դարանչadel թե ով է ավելի շատ ջավայի ուրեմն էթնիկին պատկանող, թե ով է ավելի մադուրիստ, թե բաթակ եւ այլն, որովհետեւ նաեւ նամանավանդ այս վերջին ժամանակահատվածում երբ այդ երկրների զարգացումը տեղի ունեցավ, կենտրոնացումը եղավ Ջավա գղզիում, ամենազարգացած գղզին ուրեմն Ջավա գղզին է, եւ այդ իմաստով այլ գղզիներից այնտեղ մեծ ներհոսք կա, եւ նամանավանդ հիմա Ջագարթայում եւ Ջագարթայի այսպես մոտակա սնուցող քաղաքներում, այնպես որ այնտեղ կա խարը ամուսնություններ եւ այլն եւ շատ դժվար է այսպես դարանչadel թե ով է 100% Ջավանից, թե Սունդանից, թե Մադուրից, թե Բաթակ եւ այլն, թե Բետավի, այդ իմաստով իրենք ավելի ներկայացնում են իրենց որպես մալայ ռասայի ներկայացուցիչ։ Իսկ կրոնական, որ ասեցիր, կրոնական հիմնականում իսլամ է, չէ՞, հա, ճիշտ եմ պատկերացնում, բանում Ինդոնեզիայում իսլամը։ Եթե խոսքը Ինդոնեզիա, տեսեք, այս տարածաշրջանում բոլոր այս տարածաշրջանը երևի աշխարհի ամենաբազմազան էթնիկ եւ կրոնական այսպես խառն եւ համերաշխաբրող տարածաշրջանն է, թե նշեցի, որ այնտեղ լուրջ կոնֆլիկտներ են եղել, բայց կրոնական խնդիրը այնտեղ կրոնականը չէր, այլ կրոնական այդ տարբերությունները օգտագործվել է, որպես քաղաքական եւ տնտեսական խնդիրներ լուծելու համար։ Բայց եթե խոսքը ուրեմն Ինդոնեզիայի մասին է, ձեր հարցին, այնտեղ պաշտոնապես ընդունված է 5 կրոնները եւ վերջերս 6, այսինքն կոնֆուցիանիզմ, այսինքն այնտեղ կա իսլամը, որը թվի առումով այնտեղ մեծամասնություն է, մոտ 80%, այո, քրիստոնեություն, մեծամասամբ ուրեմն պրոտեստանտ, կաթոլիկ եւ օրթոդոքս որոշ չափով նաեւ կան, ներկայում է, խոսքը ներկայի մասին է։ Հինդուիզմ, բուդդիզմ եւ կոնֆուցիանիզմ, որը Կոնֆուցիուսի գաղափարախոսությունը, այսինքն որպես այստեղ ներկայացվել է որպես կրոնք։ Այսինքն երկիրը շատ
այսպես որ մենք նայում ենք թյուրն բռնում կա տարածաշրջանում երբ տեղյակ չեն, սա աշխարհում Հայաստանի մասին չի խոսքը, առհասարակ աշխարհում այսպես թյուրն բռնում կա, որ Ինդոնեզիան իսլամական երկիր է, որ այնպես չէ, այնտեղ ուրեմն իրենց ազգային հապարախոսության եւ իրենց սահմանադրության մեջ այսպես նշված է առաջին, այսինքն գետերից մեկն է, որ հավատը Աստծո, այսինքն այնտեղ ոչ թե իսլամական շարիան է, այլ Աստված։ Այնպես որ սա մի ունիկալ երևի մի յուրահատուկ պետություն է, որը ոչ ամբողջությամբ կարող ես համարել աշխարհիկ, սեկուլար կամ լաիկ, եթե նայենք ուրեմն Սիրիայի եւ Թուրքիայի, եւ ոչ ամբողջապես իսլամական շարիաթի տակ գտնվող երկիր։ Այսինքն նրանք այսպես ընտրել են կարծեք ոսկե միջինը, հավատը կա Աստծո եւ բայց օրինակ չկա այդպիսի ուրեմն օրենք, որ պետք է մուսուլմանությունն է, ասենք իսլամն է ավելի ճիշտ կրոնը, կամ օրինակ Սիրիայում անկախ որ սեկուլար էր, բայց այնտեղ որպեսի իսլամիստների նաեւ այսպես որոշ չափով փապակ իրականացնեն, այնտեղ նշվեց, որ նախագահը պետք է լինի մուսուլման։ Դեռ սուննի էր այդ նշվում։ Այո, չէ, պետք է լինի մուսուլման, այդ ուրեմն բանից հետո, այսինքն երբ բասի եկավ, այդպեսի, օրինակ, բայց այստեղ այդպեսի բան գոյություն չունի, եւ կարծում եմ այդ մյուս երկրներում նաեւ կարող եմ ասել, օրինակ Ֆիլիպիններում օրինակ քրիստոնեություն է մեծամասնություն, բայց Գանայում իսլամական ուրեմն համայնք Դե Իսպանիայի ազդեցության տակ չէ իրանք ընդունեցին։ Այսպես, այսինքն այս տարածաշրջանում երբ նայենք, օրինակ Թայլանդում բուդդիզմն է, բայց կա օրինակ Կամբոջայում, այո, բայց կա օրինակ նաև իսլամական համայնք կամ փոքրամասնություն։ Այսպես կարծեք ոչ թե դիտավորյալ, բայց իրականության բերումով կարծեք այստեղ այսպես կրոնների Իրոք ես էլ որ մենք միշտ ընկալում ենք Մերձավոր Արևելքը որպես կրոնների այսպես խաչմերուկ բան, բայց ասենք Մերձավոր Արևելքում բուդդիստներ կամ հինդուիստներ չկան, իսկ այնտեղ այդ իսլամ, քրիստոնեություն, այդ տարբեր բաժանումներով, նաև տարատեսակներով կա նաև այդ այլ արևելյան կրոնները, որը շատ ավելի խճանկարը բարդացնում է վերջին հաշվով, չէ՞ երևի։ Ոչ թե միայն Ես կասեի այդ ժամանակաշրջանում, երբ կոնֆլիկտներ էր բարդացնում էր բնականաբար, բայց կարծում եմ հիմա դա ավելի շատ ուրեմն խաղաղության միտող, ուրեմն ազդանշան է եղել, պարադոքսալ այն իմաստով կարծում եմ չէ, բայց նրանք կարողացան գտնել այդ ֆորմուլան եւ ինչպես խաղաղ համագոյակցության ֆորմուլան ստեղծեն։ Դրա մասին մենք առանցին կխոսենք քիչի, դա, որտեղ դա առանցին մի մեծ թեմա է, որի մասին։ Բայց այստեղ ես հարկ եմ համարում այդ ձեր ռացիոնալ հարցին, որը իր այսպես խորքում կար որոշ մտահոգություն, թե ինչպես այս տարբեր կրոնները կարողանում են, այստեղ պետք է նշեմ, որ թե քրիստոնեությունը որոշ չափով, թե իսլամը ավելի շատ, այս տարածաշրջանի մասին է խոսքս, նրանք ուրեմն ադապտացնել չեմ ուզում այդ բառը ասել, բայց ազդեցություն ունեն վերցրած հինդուիզմից եւ բուդդիզմից եւ տեղային նաեւ կրոններից, որոնք այդ հին ուրեմն աստվածները, արևը, անձրևը եւ այլն, որոնք կարծում էին եկել են իրենց փրկելու այդ հողագործության ժամանակ բերքի եւ այլն, անիմիզմ այս բոլորի համադրությունն է, այսինքն դուք կարող եք տեսնել մզգիթներ, որոնք ուրեմն շատ տարբեր են մեր իմացած Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող մզգիթներից, որոնք այսպես ներդաշնակություն են կարծեք իսլամական եւ բուդդիստական ուրեմն արվեստի կամ ճարտարապետության։ Նույնիսկ իսլամների այդ հակած իրենց ուրեմն այդ իսլամական օրենքի հակ ու կապը դուք այնտեղ չեք տեսնի, ուրեմն այդ հարաբական սև չադրան կամ Պարսկաստանում ինչպես որ գրում են, այլ կտեսնեք այդ հինդուական եւ բուդդիստական գունավոր ուրեմն նախշերով եւ այս ուրեմն տեսքով, որը շատ ավելի տարբեր է, դա ուրեմն դա արտացոլում է, երբ դուք նայում եք, բայց երբ ուսումնասիրում եք արդեն եւ փորձում եք պատմությունը եւ մշակույթը ուսումնասիրել, դուք այնտեղ կտեսնեք
ուրեմն իսլամից վերցրած նույնիսկ իրանց ռիտուալներում, այսպես այնտեղ խունկ վարել եւ այլն, այսպիսի ուրեմն սովորույթներ ունեն, որոնք հստակորեն վերցված են ուրեմն այդ սովորություններից, հինդուիզմի եւ բուդդիզմից եկած։ Այն իմաստով եւ կարծում եմ քրիստոնեությունը նույնպես, այսինքն ես մի քանի եկեղեցիներ իմ այցելությունների ժամանակ հետազոտական աշխատանքի ես այնտեղ տեսա ուրեմն մի եկեղեցի, որի ճարտարապետությունը ամբողջությամբ ներսում ջավայական այդ իրենց ուրեմն արվեստով եւ ճարտարապետությամբ էր, իսկ դրսում դուք որ նայում եք, դուք մեզ ուրեմն շատ հոգեհարազատ, այսպես պրոտեստանտ եկեղեցիների տեսք ունեցող արտաքին ճարտարապետություն է, բայց ներսում շատ ավելի տարբեր էր իրականությունը։ Այստեղից կարելի է եզրակացնել նույն հակած շորերը քրիստոնյաները իրենց օրինակ իրենց տոնական օրերին նրանք հագնում են այդ իրենց ազգային այսպես հակուկապի շորեր, որոնք եկել են այդ հինդուիզմից եւ բուդդիզմից։ Ես սա նշեցի, որովհետեւ ձեր հարցին պատասխան, որ այնտեղ իսլամիզմը նույնիսկ կներեք իսլամը, որ հիմա կոչվում է իսլամ նուսանտարա, այսինքն լոկալացված, եթե կարող ենք ասել, տեղայնացված իսլամն է, որը շատ տարբեր է իսլամից, որը կա մեր պատկերացման մերձավոր արևելքում, բայց իհարկե պետք է նշեմ Մերձավոր Արևելքից նաև ազդեցություն եղավ նամանավանդ 70-ականներից սկսած այս տարածաշրջան տարածելով սալաֆիական ավելի կողմնորոշումը եւ դա արիք դարձավ այնտեղ այսպես ուլտրա ծայրահեղական փոքր շարժումների խմբավորումների, որոնք իրականացրեցին 2000-ականների սկիզբը մի քանի այսպես ահաբեկչական գործողություններ եւ այդ իմաստով այդ երկրի ուրեմն խաղաղ գոյակցության վարկը այսօր ամբողջ աշխարհում կարծեք այդ ռմբակոծությունների կամ պայթումների հաշվին կարծեք նրանք այսպես երկրորդ կամ երրորդ պլան մղվեցին եւ հիմա ներկայում Ինդոնեզիան ուրեմն փորձում է ավելի այսպես աշխարհին ներկայացնել իր ուրեմն երկար տարիների ստեղծած այդ խաղաղ համագոյակցության մեխանիզմը եւ նա հույս ունի, որ կարող է դա դառնալ ոչ թե ազդեցություն իր կողմից, բայց կարող է ինչ-որ դառնալ մոդել, որպես երևի թե մերձավոր արևելքը։ Շատ հետաքրքիր է նաեւ այդ պետությունների ձևավորման հիմքերը։ Վերջին հաշվով, երբ որ գաղութարարները հեռացան այդ տարածաշրջանից, երկրորդ համաշխարհայինից հետո, չէ՞, ճիշտ եմ պատկերացնում։ Երբ որ հեռանում էին, ասենք նույն հոլանդացիները, որ Ինդոնեզիայից հեռացան կամ իսպանացիները, Ֆիլիպիններից, հա, երևի իսպանացիները։ Այո կամ չգիտեմ այդ ֆրանսիացիները հնդկաչինից եւ այլն ոնց էին այդ պետությունները իրենք արդեն միասնական ինքնություն ունեին ինդոնեզիական կամ ֆիլիպինական որ ինչու հենց այդ սահմաններով ուզում եմ գամ մի քիչ ավելի կոնֆլիկտներից սկսենք հետո կգանք խաղաղությունը այդ սահմանները ով էր գծել իրանք իրենց ընկալում էին որպես ինդոնեզիական ժողովուրդ ֆիլիպինական բնականաբար բարդ process-ին եմ ուզում մի քիչ անդրադառնաս պետականաստեղծման էլի այդ տարածքում տեսեք բնականաբար այնտեղ նախքան գաղութ լինելը այնտեղ կային այդ տարածաշրջանում կային ուրեմն այսպես փոքր եւ մեծ իհարկե Ինդոնեզիայի պարագայում այսպես թագավորություններ իշխանություններ Իսլամի ուրեմն տարածաշրջան գալուց հետո նաև սուլտանական այսպես ուրեմն կազմավորումներ են եղել մասնավորապես այն տարածքներում որտեղ ուրեմն նավահանգիստներն էին գալիս այդ իսլամի տարածումը նաև նշենք որ այս տարածաշրջան ուրեմն տեղի չի ունեցել պատերազմներով այլ Մեդաքսի հին Մեդաքսի ճանապարհի ուրեմն այդ իրագործումից հետո տարածաշրջան այնտեղ իսլամը նաև արևտրականների միջոցով տարածվեց տարածաշրջան եւ տարածվեց եթե մենք նայենք այդ պատմությունը ինչպես տարածվեց ամբողջ Ինդոնեզիայի ուրեմն կղզիներում դա սկզբում տեղի ունեցավ հենց այդ կներեք հենց այդ նավահանգիստների որտեղ արդեն այդ Եմենի չէ այո Եմենի հայտնի Ոչ միայն Եմենի, նաև Հնդկաստանի այն ժամանակվա ուրեմն մուսուլմանների հայտնվելը նաև տնտեսական դրդապատճառներով, այնպես որ ես սա ինչու համար նշեցի, գալով ձեր հարցին պատասխանելու համար,
որը ուրեմն այնտեղ գոյություն ուներ ամենամեծ երևի թե 10-րդ դարից մինչև 16-րդ դար նախքան իսլամի մուտքը ամենամեծ այնտեղ եթե կայսրություն կարող ենք համարել դա նշվում է այդպես դա Majapahit Empire որը հինդուական եւ բուդդիստական ուրեմն այսպես համագարկերի համադրությամբ ստեղծված ուրեմն մի կայսրություններ, որը Ինդոնեզիան էր ստեղծել, Ինդոնեզիայում էր եւ նրանք կարողանում էին իրենց ազդեցությունը ուրեմն կողքի թակավորությունների վրա ուրեմն այսպես տարածել եւ դա թուլանալու սկսվեց կամ քայքայվելու առաջին ուրեմն այսպես նախադրյալները դրվեցին մոնղոլական արշավանքներից սկսած, երբ Մոնղոլիան արդեն հասավ նաեւ արշավեց հարավարևելյան Ասիա եւ այնտեղից սկսվեց այս ուրեմն գայսրության գարձեք թուլացումը եւ հա պատճառ դարձավ ուրեմն յետքը իսլամի գալով այսպես որոշ սուլտանություններ եւ թագավորություններ եւ յետքը ուրեմն արդեն քաղաքարարների ներթափանցումը եկան արդեն թուլացած այո թուլացած տարածքները եւ կարողացան այսպես բաժանել տարբեր գոտիների ինչպես կարծում եմ տեղի ունեցավ ավելի ուշ կարծեք մերձավոր արևելքում Սայքս-Պիկոյի ուրեմն համաձայնագրով եւ կարծում եմ շատ նման է այդ իրավիճակը ինչպես օրինակ Սիրիան մասնատվեց Սիրիայի Լիբանան Հորդանան Պաղեստին եւ այլն ես կարծում եմ այնտեղ էլ այդպիսի ուրեմն իրականություն է եղել բայց Ինդոնեզիայի այդ համադրելու գաղափարը կարծեք այնտեղ չի եղել այնտեղ այդ կղզիների բոլոր այս տարածաշրջանում այդ իրարից հեռու կղզիների գոյությունը կարծեք ավելի լոկալ իշխանություններ են եղել այդպիսի մտայնություն չի եղել կղզիների հավաքելու կամ ամբողջացնելու մի ինչ որ պետության կամ իշխանության ներքո, բայց Ինդոնեզիայում այդ ազգային քաղաքապարախոսությամբ ի հայտ գալով, որը կոչվում է Փանչասիլա, ինքը ինքնին տեսեք, ուրեմն իսլամական մեծամասնություն ունեցող, մուսուլմանների մեծամասնություն ունեցող երկրում իրենց ազգային քաղաքապարախոսության ուրեմն անվանումը նրանք վերցրել են հինդուիզմից եւ բուդդիզմից այնպես որ կարծում եմ այդ ազգային քաղաքապարախոսությամբ ի հայտ եկած այդ մտավորական խավը այն ժամանակ օրինակ մեր բարակայում Ղարաբաղ կոմիտե եթե կարող ենք այսպես նմանություններ փորձենք այդ մտավորական խավը որը ուրեմն կամ սովորում էր արևմտյան կամ հոլանդական դպրոցներում կամ Հոլանդիայում էին իրենց բարձրագույն ուսումը ստացել այդ ազգային այդ ժամանակվա ազգային նացիոնալիզմի վերելքի ժամանակ նրանք եկան այն եզրակացության որ պետք է կղզիների այսպես որոշ մի մեխանիզմ ստեղծել որ միավորել ամբողջը Ինդոնեզիա պետության տակ իհարկե այնտեղ ապակենտրոնացած է decentralized ուրեմն համագարկ է որտեղ ավելի տրվել են այդ կղզիներին ինքնուրույն որոշում կայացնելու այլապես ես կարծում եմ եթե կենտրոնացած լիներ դա հնարավոր չէր ղեկավարել 18000 կղզի այսպես հեշտ ենք ասում բայց հսկայական թիվ է էլի եւ փաստորեն 60 երկրորդ համաշխարհայինից հետո այդ ազատագրական շարժում չէ հետո ազատագրական այո ազատագրական պայքար եւ 45-ին ուրեմն բայց այնտեղ տեղի ունեցավ նաև Ճապոնիայի ներխուժումը, որը ուրեմն անկախությունը այսպես պաշտոնապես ձեռք բերվեց 49-ին, որովհետև Ճապոնիայի ներխուժումից հետո Նիդերլանդները նորից փորձ կատարեցին նորից գաղութացնել եւ այսպես այդ անկախության հասնելու Ինդոնեզիայի այսպես ժամանակաշրջանը սկսվեց մինչև 49 Իսկ տեղի պետությունների միջև ինչ իրավիճակ էր հենց այդ անկախական շրջանում, չգիտեմ, Մալազիայի, Ֆիլիպինների կամ միջև բախումներ, տարածքների այնտեղ կային իհարկե կղզիների տարածքների պահանջներ կային եւ հենց այդտեղից էլ ուրեմն ի հայտ եկավ մի քիչ ավելի ուշ ուրեմն Սինգապուրի այդպես առանձնանալը, որը Մալեզիայի բնականաբար կազմի եղած կղզի է անկախությունից հետո այնտեղ նրանք փորձեցին այսպես ինքնավարություն
ձեռք բերել եւ կարծեք չկարողացան նույնիսկ ինքնավարության պայմաններում համակերպվել եւ նրանք կարծում էին, որ Մալազիայի ուրեմն այդ իշխանական էլիտան անընդհատ փորձելու է կաշկանդել նրանց հնարավորությունները եւ այնպիսով նրանք որոշեցին այդ փորձից հետո անկախություն ձեռք բերել այնտեղ ուրեմն Լաոսի Կամբոդիայի միջև վեճ կար Վիետնամը բաժանված երկու մասի վիետնամական պատերազմը հետո այո Ինդոնեզիան Մալազիայի դեմ ուրեմն նաև պահանջուներ եւ որը համարում էր Մեծ Բրիտանիայի որպես աստեցության տակ գտնվող երկիր եւ այսպիսով կային տարբեր ուրեմն պահանջներ եւ կարծեք ոչ մի ուրեմն երկիր չկար որ իր կողքի երկրի կղզիներից ինչ որ պահանջներ չունենար եւ այդպիսով այդ ASEAN ռեգիոնալ ասոցիացիան կազմակերպությունը դա միակ երևի լուծումն էր որ կարողանային բոլորը նստել հիմա գանք այդ հարցին գանք այդ կարևոր հարցին գիտեմ որ դու էլ հենց այդ թեմայի վրա ես աշխատում ոնց կարողացան այդ մենք նոր այդ ամբողջ խճանկարը պատկերը ցույց տվեցինք տարբեր ազգություններ էթնիկ խմբեր տարբեր մշակույթներ տարբեր կրոնական հավատալիքներ, տարբեր պետություններ եւ այլն տարածքային վեճեր, կոնֆլիկտներ եւ հիմա ոնց կարողացան իրենք այդ համակեցությունը գտնել եւ փորձեն այդ հարցը լուծեն։ Կուզենայի որ այդ ASEAN-ից խոսես եւ նաեւ այդ կոնցեպտը, այդ համակեցության մեզ բացատրես։ Այո, տեսեք, այդ կազմակերպությունը սկզբնական շրջանում երևի թե հնարավոր չէր նաեւ զուտ իրենց համար պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ նոր առաջացած պետությունների կամ պետությունների ներսում տեղի ունեցած վեճերը հարթել այդպիսի ուրեմն կազմակերպություն ստեղծելով այսինքն հիմա մենք այսպես ներկա ժամանակում երևի թե խոսելը ուրեմն ավելի հեշտ է թվում բայց նրանք ուրեմն երբ իրենց պատմաբանները կամ ուրեմն հայտնի գործիչները երբ գրում են իրենց գրքերը կամ հուշերը այնտեղ նույնիսկ հիմնադիրները կամ այս գաղափարը հղացողները նշել են որ մենք նույնիսկ չէինք պատկերացնում որ մենք կարող ենք հասնել այսպիսի ուրեմն խաղաղ տարածաշրջանի այս կազմակերպությունը հիմնելու արդյունքում բայց այս կազմակերպության հիմնական 5 պետությունները սա Ինդոնեզիայի եկած առաջարկություններ ուրեմն Ինդոնեզիա, Սինգապուր, Մալազիա, Թայլանդ, Ֆիլիպիններ որոշել էին ուրեմն այսպիսի կազմակերպություն ստեղծել միջպետական, որպեսզի կանխեն կոմունիզմի ներթափանցումը տարածաշրջան եւ այդ էր հիմնական, ինչպես որ ես նշեցի ավելի սկզբում, այդ էր հիմնական պատճառը այդ կազմակերպության ստեղծելուն, բայց երբ այդ կազմակերպությունը ստեղծվել էր, այդ արդեն կարծեք մտահղացում ստեղծվեց, որ տարածաշրջանի զարգացման համար եւ հետագայում ուրեմն այսպես մեծ պետությունների ազդեցության ամբողջությամբ տակ չլինելու, չհայտնվելու համար մենք պետք է կարողանանք կոնֆլիկտները լուծել, որպեսզի կարողանա տարածաշրջանը տնտեսական աճ գրանցել։ Ասա շատ նման է օրինակ այդ տնտեսական իմաստով Եվրամիության ստեղծմանը, որը սկզբում տնտեսական այդ նախադրյալն էր շեշտված։ Աչքի եւ պողպատի միությունը աճեց։ Այո, եւ յետքը այսպես Եվրամիություն ստեղծելու այդ գաղափարը ի հայտ եկավ, բայց ես կուզեմ նշել այստեղ ավելի նրանք կարողացան իհարկե մեկ ինքնություն չեն կարող ստեղծել, բայց այստեղ ստեղծեցին այսպես համադրություն, որը այսօր շատ իրենք կոչում են այդ տերմինով Southeast Asian Centrality, այսինքն այդ կենտրոն Արևելյան Ասիայի կենտրոնականություն, որպես այդ ուրեմն խաղաղ համակոյակցությունը ստեղծման, այսինքն այսպես հղում են տալիս կամ նոր տերմին ստեղծել, այսպես դրա իմաստը այն է, որ այստեղ իրենք համայնքային մտածելակերպ գոյություն ունի, համարյա այս բոլոր երկրներում եւ բոլոր էթնիկ կամ կրոնական տարբեր խմբավորումների միջև այսօր արկա է այդ համայնքային այդ համայնքի շրջանակների ներս խնդիրներ լուծելու կարծեք բնավորության գիծը, որ այս բոլոր երկրներում արկա է եւ դա է, ես կարծում եմ հիմնական ուրեմն պատճառը, որ նրանք կարողացան իրենց խնդիրները բանակցելով եւ փոխշահավետ
ուրեմն արդյունքից ելնելով լուծել այդ խնդիրները եւ այնտեղ կարեւոր նախապայման էր այդ գազམ་ագերբության, որ ոչ մեկ պետություն այդ գազམ་ագերբությունում իրավունք չունի այլ պետության ներքին հարցերին միջամտելու եւ կարծում եմ դա շատ կարեւոր էր եւ երկրորդ կարեւորը այն է որ նրանք կարողացան իշահ ինչպես որ ասեցի այդ համայնքային մտածելակերպի պատկերացմամբ իշահ այդ պետությունների կամ համայնքի եթե այսպես վերցնում ենք իշահ այդ ամբողջական համայնքի նրանք հարցերը լուծել թեև որոշ հարցերում կարող է այդ պետության համար առաջնային շահեկան չլինի այսինքն օրինակ բերեմ ինդոնեզիան շատ հարցերում նա զիջեց խնդիրներ որը իր համար դա առաջնային էր բայց իշահ այդ գազམ་ագերբության եւ իշահ տարածաշրջանում գոյություն ունեցող կամ սպասվող ուրեմն գայնության նա որոշում կայացրեց օրինակ այնպիսի ուրեմն ծրագրեր որ կարողանան նաեւ բոլորի համար արդյունավետ լինել միևնույն ժամանակ ինդոնեզիան նաեւ եւ մալայզիան այս հարցում Սինգապուրը նաեւ որոշ հարցերով նրանք կարողացան նաեւ հարթել այդ վեճերը, որը տեղի են ունեցել կամ պատերազմները ներքին, որը տեղի են ունեցել օրինակ Լաոսի եւ Կամբոդիայի միջեւ, կամ այնտեղ լուրջ ուրեմն այսպես միշտ ուրեմն խնդիր է լինում այդ երկրաշարժները, ուրեմն ջրհեղեղները եւ այլն։ Նրանք հաճախ այսպիսի խնդիրների մեջ բախվելով եւ հիմա ավելի օրինակ օդի աղտոտման եւ այլն այս խնդիրների ի հայտ գալով նրանք անընդհատ կարծեք կարողանում են համագործակցել որ այդպիսի արհավիրքները մեղմեն որովհետեւ դա լուրջ խնդիրներ է այդ ջրհեղեղները այդ վոլկանոները եւ այլն դա լուրջ խնդիրներ են տարածաշրջանի ուրեմն առօրյա կյանքի համար հաշվի առնելով այդքան մեծ բնակչություն է ապրում այդ տարածաշրջանում, այնպես որ նրանց մոտ կարծեք թե միշտ արիտ կա, որովհետեւ կարողանան իրար հետ ինչ որ համագործակցելով հարցեր լուծել, եւ սա էլ կարծում եմ ամենամեծ այս գազམ་ագերբության ուրեմն հաջողությունը եւ յետք իհարկե այս գազམ་ագերբությունը զարգանալով այսօր արդեն ունեն ASEAN+ 3 ASEAN+ 6 որը տարբեր երկրների հետ է, այսինքն +3 այնտեղ կարող է ուրեմն Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, +6 այնտեղ կան Ավստրալիան, Միացյալ Նահանգները եւ հիմա վերջերս նրանք իրենց հարաբերությունները նաեւ զարգացնում են ահագին համեմատելով նախկին եղած ժամանակահատվածում այս Եվրասիական միության երկրների հետ, Ռուսաստանի հետ մասնավորապես, այսինքն նախկինում երևի պատկերացնել չէր լինի, որ այս երկրները մասնավորապես, որը գտնվում էին այսպես ավելի արևմտյան ազդեցության գոտում, այսօր կարողանային ռազմական արևտրի մեջ մտնել Ռուսաստանի հետ նույնիսկ Ռուսաստանը առաջարկություն էր արել, կարծում եմ վերջերս այնտեղ մի կղզում ռազմաբազա հիմնելու մասին, բայց կարծում եմ Ինդոնեզիան դրան չի համաձայնվի, որովհետև ոչ թե լինելով Ռուսաստանի դեմ, բայց նա ամենևին այսպես իրենց արտաքին քաղաքականության մեջ իրենք այսօր ավելի ձգտում են անկախ տարածաշրջանի գշիրը բարձրացնել եւ այդ non-alignment movement-ի այսօրվա իրենք ճակատագրերն են շարժման այո այդ երկու գերբլոկներին որ իրենք էին նաեւ խթանը սարը պատերազմի ժամանակի Սուկարն այո հիմնադիր նախագահի մտահղացումներ Բանդունգ կոնֆերանսում որը ինքը փորձեց այդ բոլոր հետ քաոտային երրորդ աշխարհի տերմինոլոգիայով այդ ժամանակ համախմբել Ասիայի եւ Աֆրիկայի պետությունները եւ հիմա նույնպես ուրեմն այս նախագահը հստակորեն նշել է որ մենք չենք ցանկանում լինել որևէ ռազմական բլոկում եւ կարծում եմ դա իրենք չէին ցանկանա որովհետեւ չթիդվեն արդեն ինչ որ ռազմական բլոկի ինչ որ ազդեցության դակ բայց նրանք ի պատասխան իրենց ճգուն արտաքին քաղաքականության շնորհիվ որը վարում են նրանք կարողացան մուտք գործել BRICS օրինակ նրանք նախընտրեցին ավելի տնտեսական տարբեր բլոկներում լինել քան թե դիտվել որպես ինչ որ ռազմական բլոկների ինչ որ անդամ ASEAN-ը 5 հիմնադիր պետություններ ասցիր բայց հիմա ընդլայնվել է այո
Վիետնամն է անդամ, այո, հիմա 10 պետություն։ Կամբոջան եւ այլն, հա 12, եթե East Timor-ը արդեն 25-ից պիտի մոտ։ Դրան էլ էի գալու ու ընդհանրապես իհարկե մենք այսպես բան ենք մի քիչ թեթև ենք անդրադառնում թեմային, բայց իհարկե շատ այսպես ողբերգական ճակատագիր ունեցող նաև տարածաշրջան է, ցեղասպանություններ են եղել, ասենք Կամբոջայի ցեղասպանությունը, որ համարյա մոտ 2 միլիոն մարդու այսպես զոհեր տվեցին Կամբոջայում կամ նույն այդ Թիմորի հակամարտությունը, որ կար Ինդոնեզիայի հետ, էլի շատ 100,000-ավոր մարդկային կյանքեր խլեց։ Կուզենայի այդ Թիմորի բանը բացենք, հա, գաղտնիքը, որտեվ մեր համար Արցախի հարցի արկայության պարագայում շատ գրավիչ էր։ Այսինքն մի տարածաշրջան, որ երկար ժամանակ պայքարել է եւ ի վերջո միջազգային այսպես աջակցությամբ եւ պնդմամբ միգուցե հա կարողացավ անկախություն ձեռք բերել։ Մի երկու խոսքով այդ Թիմորի հարցի մասին։ Թիմորի խնդիրը Արևելյան Թիմորի իրավես հետաքրական է, որտեղ 1000 ներողություն փոքրիկ տարածք է, 14000 քառակուսի կիլոմետր։ Այո, փոքրիկ կղզի է, բայց այնտեղ նրանք ուրեմն ցանկանում էին առանցնանալ, որովհետև մեծամասնությամբ իրենց բնակչությունը կամ ամբողջությամբ կարելի է ասել քրիստոնյաներ էին, եւ այս իմաստով նրանք չցանկացան լինել մի երկրի կազմում, որտեղ բնակչությունը կլինի մեծամասնությամբ մուսուլմաններ։ Այս իմաստով իհարկե արևմուտքը որոշ օժանդակություն ցուցաբերեց, բայց ես կարծում եմ այդ անկախության որոշումը շատ հետաքրքրականորեն չեկավ արևմտյան երկրներից, իհարկե օժանդակության այդ ընթացքի եւ այլն դա տեղի ունեցավ բնականաբար, բայց Ինդոնեզիան իր տեղակայված զորքը այնտեղից դուրս բերեց եւ նոր իշխանությամբ գալով, այսպես տրանսֆորմացիան լինելով անցումային շրջան, ուրեմն ավտորիտար վարչագահից թեպի շատ արագ դեմոկրատական, այդ նոր իշխանությունը ինքը այդ անկախությունը շնորհեց ուրեմն East Timor-ին եւ դա կարծում եմ ամենամեծ այստեղ այսպես գովասանք չասենք, բայց ամենամեծ ուրեմն որոշիչ դերը Ինդոնեզիայինն էր։ Նամանավանդ այդպիսի մեծ վտանգ, որ եթե նրանք East Timor-ին, Արևելյան Թիմորին շնորհային անկախություն, այնտեղ տարբեր կղզիներ պիտի, որը կոնֆլիկտային էր, պիտի պահանջեին նույնպես անկախանալ, օրինակ Աչեն, որը տարբեր ժամանակներում ուրեմն ցանկացել է առանձնանալ եւ ստեղծել իսլամական պետություն, այնտեղ արևելյան ուրեմն կողմում երկար բախումներ էր լինում, ուրեմն Պապուան նույնպես անկախացման ցանկություններ էր հայտնում, այնպես որ նրանք գնացին մեծ ռիսկի, որովհետև նրանք մտածեցին, քանի դեռ այնտեղ շարունակվելու է կոնֆլիկտ Ինդոնեզիայի ուրեմն բանակի ներկայությամբ եւ ուրեմն East Timor-ում չլուծված հարցի եւ անընդհատ արտաքին ուժերի շահագործման արդյունքում Ինդոնեզիան չի կարողանալու առաջ գնալ եւ զարգանալ եւ այն իմաստով նրանք ուրեմն այսպես տվեցին այդ անկախության իրավունքը East Timor-ին եւ հետաքրքրականը ես ձեզ ասացի, որ մեկ դրվագ ինչ որ ցանկանայի այս հարցով, որը ինձ համար նույնպես ուրեմն հետաքրքրական էր, երբ հրավիրված է իրենց ամենամեծ հիմնական անգլիալեզու թերթի 40-ամյակին, The Jakarta Post, ուրեմն այնտեղ կային տարբեր երկրի նախագահներ, դեսպաններ, մեծ ուրեմն հանդիսատեսություն էր այսպես, թերթեր աշխարհից տարբեր եւ այլն, այնտեղ ուրեմն առաջի շարքում որպես պատվոհյուր իրենք ուրեմն տեղ էին տվել Արևելյան Թիմորի նախագահին եւ ես ուշադրությամբ հետևում էի այդ ընթացքին, որովհետեւ իմ մտքում կար այդտեղ նստած, բայց իմ մտքում կար ինչպես կլինի օրինակ, եթե Ադրբեջանը, հանձինս Ալիևը ուրեմն
ճանաչեր Արցախը որպես անկախ պետություն եւ օրինակ Բակո Սահակյանին այդպես պատվով հյուր հրավիրած լիներ եւ առաջի ուրեմն շարքում տեղ տված լիներ։ Այնպես որ ես կարծում եմ այս ժողովուրդների ուրեմն իրենց բնույթի մեջ է կարծեք, որ բոլոր հարցերը կարելի է լուծել եւ հասնել կողմանի տեսանկյունով բոլորին համար ուրեմն ընդունելի արդյունքի։ Սա կարծում եմ սա ամբողջ ազիական ինչ որ երևի բոլոր ազիական ժողովուրդների այսպես բնույթի մեջ եղող բան է։ Նույն օրինակ չինացիները, որոնք win-win solution անընդհատ կրկնում են, չէ՞, այդ իրենց մեծ կոդի մեկ ճանապարհ այդ մեծ մեգա նոր մեդաքսի ճանապարհի շրջանակներում, այսինքն բոլորի համար արդյունավետ, շահավետ արդյունքի հասնելու միջոց։ Կարծում եմ այստեղ էլ ունի իր ջավայական այսպես անվանումը Գոթոնգ Ռոյոնգ, այսինքն երկկողմանի իրար աջակցելով հասնելու արդյունքի եւ սա կարծում եմ եկել է հենց այդ համայնքային կյանքի ուրեմն իրենց մշակույթից, որտեղ գյուղատնտեսության ժամանակ կամ բերքի հավաքի ժամանակ նրանք միշտ այսպես իրար օգնելով կարողացել են շատ մարդ պետք է մասնակցի։ Այո, նրանք կարողացել են այսպես գալ ինչ որ համատեղ արդյունքի եւ հետաքրքրական է որ սա նույնպես ունի ներկա ժամանակում քաղաքականության մեջ իր դրսևորումները, օրինակ Ինդոնեզիայում դուք շատ հաճախ կտեսնեք, երբ նախընտրական ժամանակահատվածում երկու ուժեր, չէ, կամ 3 կամ 4, որոնք մրցում են, բայց ընտրություններից հետո կտեսնեք երկու հակաթիր կողմի լիդերները կամ կուսակցությունները իրար հետ կոալիցիա կազմելով մտնում են իշխանության։ Այսինքն սա չգիտեմ մեր պատկերացմամբ ինչքան իրատեսական է կամ օրինակ Եվրոպայի պատկերացմամբ հիմա եթե նայենք կամ Միացյալ Նահանգների օրինակ ինչքանով ռեալ է, չէ, դեմոկրատները եւ հանրապետականների ուրեմն մանավանդ Տրամփի ժամանակ։ Այո, պատկերացրեք Թրամփը եւ Բայդենը օրինակ կոալիցիա կազմեին եւ նոր իշխանություն մասնակցեին իշխանության։ Սա մեր պատկերացմամբ կամ արևմտյան այսպես քաղաքագիտության պատկերացմամբ մի քիչ անհնարին է, բայց այստեղ նրանք կարողանում են իրար փոխշահավետ այսպես արդյունքի հասնել եւ ես կարծում եմ այդ էր գաղտնիքը, որ նրանք կարողացան այդ ամբողջ կոնֆլիկտները լուծել եւ հասնել ինչ որ մի իրավիճակի, որ կկարողանան տարածաշրջանը գոնե գայուն զարգացման հասնել, որովհետեւ բարդ խնդիր է, այնտեղ բնակչությունը շատ մեծ, ինչպես որ դուք նշեցիք, 600 միլիոնից ավել մարդ եւ մեծամասնությունը բոլոր երկրների բնակչությունը երիտասարդությունն է մեծամասնությունը, այնպես որ այդ մարդկանց պետք է աշխատանքով եւ հնարավորություններով ապահովել։ Սա ազիական լուրջ խնդիր է, այսինքն բոլոր երկրներում Հարավային Կորեա, Ճապոնիայից սկսված այդ զարգացման, Հարավային Կորեա, Չինաստան եւ այս տարածաշրջանը նրանց հիմնական ուրեմն նախադրյալը եղել է, որ տնտեսական վիճակը բարելավելով ժողովրդի ուրեմն կենսամակարդակը բարձրացնելն է։ Սա է եղել, կարծում եմ, հիմնական խնդիրը եւ այդ իմաստով նրանք միշտ ցանկանում են այսպես կոնֆլիկտներից զերծ մնալ եւ լուծել խնդիրները նախքան հասնելը կոնֆլիկտների։ Իհարկե հիմա դուք կարող եք հակաճառել, որ այլապես ինչու տեղի ունեցան այդքան միլիոններով զոհեր եւ այլն։ Ես կարծում եմ դա Սարը պատերազմի ժամանակվա ուրեմն այդ մեծ քաղաքապարախոսությունների եւ նախկինում քաղաքարարների, ինչպես որ մենք նշեցինք մեր հարցազրույցի սկզբնական շրջանում, այդ խմբավորումների բաժանած այդ ժառանգությունը կարծում եմ համընկավ, որպեսզի նրանք այդպես ուրեմն լոկալ պատերազմների մեջ մտնեն։ Հա, ես իհարկե հիմա շատ ոչ գիտական արտահայտություն կանեմ, ես Կամբոջայում եղել եմ եւ երբ որ այնտեղ էի եւ մարդկանց հետ էի շփվում, շատ այսպես բարեամբույր մարդիկ էին իրականում, շատ ու ես միշտ այդ մտքից չի կարողանում ինձ բան անել,
փոկել, թե ինչպես կարողացան այս բարեհամբույր, այսպես անպատրաստական մարդիկ օգնելու բան մարդիկ հանկարծ այդ սարսափելի ցեղասպանությունը իրականացնել 1975-1979 թվականների եւ այդ բանը փնտրում է էլի, ասենք այդ պատճառը, այդ հիմնային, այսպես գործոնը, որը տարավ դրան եւ հիմա հա միգուցե այդ արտաքին ազդեցությունը, գաղութային, այսպես ժառանգությունը, մեծ գաղափարախոսությունների, մեծ պետությունների, մեծ աշխարհակաղակական կենտրոնների բախումը, այդ ամեն ինչը իհարկե ազդում էր տեղի բնակչության վրա եւ բան էլի մի թեմա կա, որ մենք Հայաստանում շատ ենք սիրում, այսպես մի քիչ մոդայիկ թեմա է Հայաստանի համար, Սինգապուրը։ Այո։ Մենք կա երկու պետություն ունենք, որ մենք սիրում ենք մեզ համեմատենք, ինձ թվում է բոլորովին իհարկե դրա հետ ոչ մի հիմք չունենալով իհարկե, բայց քանի որ լավ տարբերակներ են, այսպես հաջողված օրինակներ են, միշտ փորձում ենք իրենց հետ մեզ համեմատենք, մեկը Իսրայելն է, երկրորդը Սինգապուրը։ Այո։ Սինգապուրի ֆենոմենը իրոք ինքը տեղում գտնվելով ինքը այդքան առանձնահատուկ է, թե մեր աչքին է թվում այդքան առանձնահատուկ։ Առանձնահատուկ կարող է այն իմաստով լինել, որ նրանք այսպես մեծ ցանկություն եւ փափակ ունեին, որ այդ տարածաշրջանում իրենց քաղաք-պետությունը լինի թերևս աշխարհում լավագույնը։ Այդ մեծ ցանկությամբ այդ մարդկանց, ուրեմն ղեկավարների մասնավորապես այդ ցանկությունը կարծում եմ հրաշք կարելի է համարել, նամանավանդ երբ հստակորեն դրվեց այդ մերիտոկրասին, որը լավագույնների տեղ տալու, ուրեմն արժեքների վրա հիմնված, ուրեմն պետություն ստեղծելու եւ ուրեմն կաշառակերությունը մինիմալի հասցնելու նախադրյալը, ուսումը համարելով ուրեմն ամենակարևոր, ուսումը եւ բժշկությունը համարելով ամենակարևոր ուրեմն նախադրյալը, ես կարծում եմ որոշ նմանություն ունի Ճապոնիայի օրինակ վերելքի հետ, ոչ թե ընդօրինակել են, բայց նրանք էլ ուրեմն այդ ուսման եւ բժշկական համագարկի կարևորությունը դրվեց։ Ես կարծում եմ այն իմաստով Սինգապուրը կարելի է համարել հրաշք քաղաքագիտության իմաստով, այդքան կարճ ժամանակում նրանք այնտեղ այսինքն լուրջ խնդիրներ ունեին, այսինքն կարելի է համարել այնտեղ սովի պարագաներ նույնպես տեղի են ունեցել։ Հետամնաց բնակչություն, այո, եւ երբ դուք էներգակիրների պակաս, ջրի պակաս։ Այո, երբ դուք նայում եք այդ հին, ուրեմն մի քանի տարվա 40 կամ 50 տարի առաջվա Սինգապուրի ուրեմն նկարները եւ այսօր ներկան ձեր աչքերով տեսնում եք, դա անհավատալի է թվում։ Մենք ցանկանում ենք, բայց մենք արդյոք փորձում ենք ինչ գիրարվեց այնտեղ գիրարել, դա հարց է։ Մենք ուզում ենք ամեն ինչ պատրաստի տեսնել, ուզում ենք Հայաստանը Սինգապուր տեսնել, բայց Սինգապուր անել պետք է, ավելի ճիշտ Հայաստան պետք է կառուցենք, բայց կարող ենք այդ, այո, երևի թե մոդելը, որովհետև մենք փոքր պետություն, փոքր երկիր է, մենք ուզում ենք այսպես փոքր պետություն երկիրներից, բայց կարծում եմ կա այստեղ նաև մեծ ուրեմն ճշմարտություն, որը մենք թերևս չենք ուշադրություն դարձնում, մենք վերցնում ենք միշտ Սինգապուրը, Հայաստանի աչքով եմ ուզում նայեմ, բայց մենք Սինգապուրը վերցնելուց պետք է նաև վերցնենք տարածաշրջանը, տարածաշրջանի իրականությունը, այսինքն առանց այս տարածաշրջանի, այդ նկատի ունեմ, իրենց տարածաշրջանի այդ խաղաղության, առանց այդ ASEAN-ի ստեղծմամբ Սինգապուրը ես չեմ կարծում կկարողանար հասնել այս իրավիճակին, երբ տարածաշրջանում լիներ տևական կոնֆլիկտներ, տևական ուրեմն ազդեցության գոտիներ, արմանավանդ եթե լիներ տևական կոնֆլիկտներ, արտաքին ուժերի ազդեցություններ մուտք գործելու եւ այսինքն գիտեք ես չեմ կարծում առանց այդ հարևանների ֆակտորը նրանք կկարողանային այդպես ինքնուրույն հասնել այս իրավիճակին, այսինքն այդ Սինգապուրի այնտեղ ֆինանսական այդպիսի մեծ ուժ լինելը
նաև օժանդակում է տարածաշրջանի կշիռի բարձրացման, իսկ տարածաշրջանի բերած այդ խաղաղությունը նպաստեց Սինգապուրի այսպիսի զարգացում ապրելուն։ Հա, հարևանների պարագան շատ կարող է, օրինակ նույն Սինգապուրը իր անկախությունը Մալայզիայից ուղղակի ստացավ։ Մալայզիան եւ նույնիսկ ես մի հոդված էի կարդում, որ Մալայզիան ուղղակի կարելի ասել վտարեց Սինգապուրին իր դաշնությունից, այսինքն նույնիսկ ինքը ուզեց, որ Սինգապուրը դառնա առանձին պետություն, բայց նույնիսկ վտարելուց հետո ինքը շարունակեց իր էներգակիրների բանի մատակարարումը, որը միջև այդ անում էր, թե եթե ուզենար կարող էր կտրեր ընդհանրապես դրանց մուտքը երկիր։ Շատ հետաքրքիր պատմություն է, բայց իհարկե նաև առաջնայինը առաջնորդի դերն է, Լի Քվան Յուի այդ բանը ֆենոմենը, հանճարը, որը փոքրիկ իրենց ոչ մի բան չներկայացնող սովի մեջ աղքատ մի այդ փոքրիկ հողակտորը կարողացավ դարձնել, չգիտեմ, աշխարհի ամենահարուստ կետերից մեկը այսօրվա։ Եվ իհարկե շատ հետաքրքիր եւ կարող օրինակ է։ Գանք մեր թեմաներին, հա, հայերը այնտեղ երբ են հայտնվել, ինչ էին անում, ինչ գործ ունի, ինչ պատմություն ունի հայկական հետ կա այնտեղ։ Գիտեք, սա էլ ակին հետաքրքիր թեմա է։ Հայերի ուրեմն ներկայությունը այնտեղ այսպես ես չէի ուզել ցեվակերպել, որ զուտ եղել է ուրեմն այդ գաղութարարների հետ միասին այսպես եկող ուրեմն վաճառականներ կամ ֆինանսիստների մուտք, չէ, այդ ուրեմն այս տարածաշրջանում հայերի ներկայությունը կապված էր ջուղայի հայերի այդ ստեղծած միջազգային արևելական ցանցի մաս, որոնք որոշները այս տարածաշրջանի ջուղայից, այստեղից, ուրեմն Ռուսաստանից, որոշները իհարկե Եվրոպայից ժամանած, որոշները նաև մեծամասամբ Հնդկաստանի այդ հայերն էին, որոնց արմատները այո ջուղայից էին, ուրեմն այնտեղ որոշ խնդիրներ ունենալուց սահմանափակումներ դրված հայերի ուրեմն այսպես ասած ունեցվածքի վրա նրանք ավելի այսպես մոտիկ եւ խաղաղ տարածաշրջան լինելով հայտնվել էին հարավարևելյան Ազիա։ Բնականաբար այնտեղ ամենամեծ ներկայությունը ես կասեի եղել է Սինգապուրում, Մալայզիայում եւ Ինդոնեզիայում։ Եղել են արևդրական ընտանիքներ, մի քանի հազար Ինդոնեզիայի պարագայում, որոնք հետաքրքրական է, որ նրանց մասին թեև շատ գոյություն չունի, բայց ես գտել եմ հոդվածներ, անգլիա լեզու նաև հոլանդերեն կան արխիվներ, բայց այստեղ խոսքս գիտական հոդվածների մասին է, որոնք անգլիա լեզու եւ տեղական, այսինքն կան նաև տեղեկություններ, սակայն կարողացել են իրենց համայնքը, հայկական համայնքը ստեղծել, մասնավորապես Բաթավիայում, Ջակարտայի ուրեմն գաղութացման ժամանակվա անվանումը եւ Սուրաբայա, որտեղ այս երկու, մեկը մայրաքաղաք լինելով, մեկը նաեւ արևտրական կարևոր քաղաք լինելով, այս երկու հատվածներում հայերը կարողացել են ուրեմն իրենց եկեղեցիները եւ դպրոցները եւ նաեւ մարզական ուրեմն ակումբներ ստեղծել, պատկերացրեք հետաքրքրական է, որ այնտեղ եղել է երկու ֆուտբոլային ակումբ, մեկը անգլիական, մեկը հայկական։ Եվ նույնիսկ մրցանակներ, ուրեմն օլիմպիադա եւ այլն այնտեղ հայեր, ուրեմն Ինդոնեզիայի անունով այսպիսի ուրեմն առաջնություններ ունեցել են սպորտի բնագավառում եւ հետաքրքրականը այն է, որ ինչպես մեր սովորույթն է, մենք որտեղ լինում ենք, դա եկեղեցու կողքը լինում է նաև դպրոց, եւ դա նույնպես գոյություն է ունեցել, բայց ամենաուշագրավը այստեղ ես կուզեի նշել, որ այսօրվա հասկացությամբ միջազգային դպրոց, որը նույնպես մեզ մոտ է, այսպես անձնական միջազգային դպրոցներ, երբ մենք նշում ենք, չէ, այսօրվա հասկացությամբ, այնտեղ հիմնել են հայ, ուրեմն զույգեր, այսինքն ընտանիք, որը հոլանդացիները եւ տեղացիները եւ հայերը իրար հետ հաճախել են այդ դպրոց, նույնիսկ հոլանդացիները այդ ժամանակ չեն ունեցել միջազգային կամ մեր հասկացությամբ արևմտյան ստանդարտներով դպրոց, դա հայերն են հիմնել։
Երկրորդը կուզեի ես նշել խոսքը Ինդոնեզիայի մասին է հայերի թեև լինելով թիվով քիչ, բայց հայերը 2000 չէ՞։ Այո, մոտավորապես 2-ից 3 է, մաքսիմում 4 է նշվում, որոշ տվյալներ կա 6 են նշում, բայց այստեղ կարևորը յուրահատկությունը հայերի, ես կարծում եմ իրենց նաև վերաբերմունքն էր բնիկներին, այսինքն տեղացի ժողովրդի հետ, նրանք չեն դիտվել լոկ որպես քաղաքարարների հետ եկող, ուրեմն այսպես արևդրական սպիտակամորթներ, կոպիտ ասած, բայց նրանք նաև անկախության սկզբնական ժամանակներում նաև, այսինքն նրանք կարողացել են իշխանությունների տեղի հետ լավ հարաբերություններ ունենալ եւ որոշ հարցերում նաև հայերը կարողացել են միջամտել հոլանդացիների եւ տեղացիների վեճերին եւ այսինքն տեղացիները խնդրել են հայերից որ նրանց օգնեն այդ վեճերը հարթելուն սա մի յուրահատուկ հետաքրքիր երևույթ է երկրորդը ես կուզեի նաև սա ուրեմն նշել որ տեղացիների այդ պետական մեր գաղութի նկատմամբ թեև լինելով շատ փոքր թիվ նրանք հատկացրել են մեր եկեղեցին եւ մեր գալվածները լավագույն իրավունքը հատկացրել են լավագույն քաղաքում լինելու այսինքն պատկերացրեք մեր եկեղեցին անկախությունից հետո այսինքն այդ տարածաշրջանը որտեղ պետք էր ուրեմն պետական մոնումենտը կառուցել եկեղեցին եղել է այդ հատվածում եւ պետությունը բնականաբար դա չէր կարող թողել որպես հայկական եկեղեցի նրանք պետք է դա ուրեմն տեղափոխեին այդ տարածաշրջանից բայց հայերին պետականորեն խոստացրել են տրամադրել կենտրոնում այլ լավ ուրեմն մի բարենպաստ մի տարածաշրջան որտեղ նրանք վերակառուցեն այդ եկեղեցին այնտեղ ես կարծում եմ սա շատ դրական եւ հայերի կողմից արձանագրվում է որ դա շատ դրական ուրեմն որոշում է եղել նրանց նկատմամբ բայց դժբախտաբար այսօր այդ եկեղեցիները գոյություն չունեն եւ հայ համայնքի այնտեղից այսպես փոշիացման հիմնական պատճառը եղել է կարծում եմ ճապոնացիների ներխուժումից հետո որտեղ նրանց համար գոյություն չուներ երբ ներխուժել էին այսինքն գոյություն չուներ թե այդ շրջանը կամ այդ ուրեմն շինությունը ում է պատկանում եւ նրանք փախուստի ենթարկվելով այսինքն որոշ նաեւ հայեր այնտեղ սպանված են Ճապոնիայի այդ արշավանքի ժամանակ, որովհետև նրանք թերևի թե չեն տարբերել հայը կամ չգիտեմ օտար եւ այլն եւ այդպիսով մեծ մասը Ավստրալիա է անցել հայերի եւ Նիդերլանդներ կարծում եմ, որովհետև դա ավելի դրամապանական էր, որ ուրեմն Նիդերլանդների հետ կապը հաստատելով որոշները վերադարձել են Նիդերլանդներ, որոշները ուրեմն ավելի ճիշտ են գտել այնտեղից Ավստրալիա, որովհետև շատ մոտ է կապը Ավստրալիայի հետ, համեմատաբար Ավստրալիայի հետ կապը այդ տարածաշրջանի շատ ակտիվ է մինչ օրս, այնպես որ կարծում եմ եթե չլիներ այդ Ճապոնիայի կողմից արշավանք ներխուժումը, երևի թե որոշ չափով այդ քաղաքները այսօր պահպանվեին։ Չկա հիմա հայեր կան այնտեղ։ Հայեր կան, մի քանի հայտնի ուրեմն անհատականություններ կան, արևտրականներ կան, հայտնի բժիշկ կա, որ արմատներով հորթանանի հայ է, եւ նրանք փորձում են հաջող իրար հետ հանդիպումներ իրականացնելով, թեկուզ այսպես մի քանի հոգիներով հայկական շունչ տրամադրել։ Մեր դեսպանությունը ուրեմն Ջակարտայում է, որը ուրեմն Ինդոնեզիայի, Մալազիայի եւ Սինգապուրի դեսպանությունն է համարվում, որը ակտիվ, այսինքն այսպես քաղաքականություն է վարում ներկայացնելով Հայաստանի ուրեմն ներկա
շահերի հնարավորությունները եւ մենք էլ ուրեմն Հայաստանն էլ վերջերս անդամակցեցավ այդ Ազիանի հետ համագործակցություններ սկսելու համաձայնագրին եւ ես կարծում եմ դա դրական է ինդոնեզիացիների ուրեմն նաեւ վերաբերմունքը հայերի հանդեպ շատ դրական է այսինքն ես Սինգապուրից սպասելի է որ իմանան որովհետեւ Սինգապուրում մինչ օրս ամենահայտնի ուրեմն կենտրոնական փողոցներից մեկում գոյություն ունի մեր եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այո գոյություն ունի բաց է այսինքն եւ բոլորը գիտեն այսինքն նույնիսկ ես մեկ ամիս առաջ այնտեղ էի եւ երբ վարորդին ասեցի որ հայկական եկեղեցին ասեց հայկական փողոցը այսինքն նույնիսկ նախկինում հայկական Armenian Street-ը նրանք գիտեն որ հին անվանումով դա արդեն Armenian Street է այնպես որ որոշները ասում են White Church սպիտակ եկեղեցի օրինակ ես երբ Ավստրալիայում էի սովորում ինչ Սինգապուրցի տեսնում էի դասընկերներիցս առաջին բառը ասում էի ես հայ եմ որովհետեւ ինձ դուր էր գալու այդ ռեակցիան նրանցից որոշները ասում էին որոշները իհարկե գիտեին ասում են օй դու հայ ես իսկ որոշները ասում էին սպիտակ եկեղեցին ասում էին հա որոշները այսինքն չգիտեին որ դա հայկական է բայց մեծամասնությունը գիտեին եւ մեկ ուսանող նույնիսկ իմանալուց հետո եկավ ինձ ասեց գիտես ես Արամ Խաչատրյան եմ նվագում այնպես որ դա շատ հետաքրքիր է Մալազիայում նույնպես Փինան քաղաքում մենք այսօր դեր ունենք Armenian Street որը կոչվում է Armenian Street բայց այստեղ ես կարևոր կհամարեի այն ընտանիքի մասին Սարգիս երևի եղել են Սարգսյան, արգոչունե Սարգիս եղբայրներ, որը այս ամբողջ տարածաշրջանի մասնավորապես Ինդոնեզիայի, Սինգապուրի, հիմքը Սինգապուրի, Մալազիայի, այս հյուրանոցային, ուրեմն հյուրանոցային այդ ցանցի հիմնադիրն են եղել այս տարածաշրջանում Raffles հյուրանոցի իրենք են հիմնել որը այսօր արդեն ցանց է Raffles-ի ցանցեր կան այդ տարածաշրջանում, այսինքն մի քանի երկիր գնաք, այնտեղ կարող եք Raffles հյուրանոցը տեսնել։ Սուրաբայայում ուրեմն Մաջապահիտ մենք որ նշեցինք այդ գասության անունը, այսօր Մաջապահիտ հյուրանոցը կա, որը իրենց ամենահին հյուրանոցն է եւ այս ամենաշքեղ հյուրանոցներից է, այսինքն թանգարանային դեսքով հյուրանոցներից է, որը շնորհակալ լինելով երևի պահպանել են մարդիկ ուրեմն պատի վրա հիմնադիրների նկարները եւ իրենց մասին փոքր պատմություններ գոյություն ունի այնպես որ այդ զարգացած խավի մոտ այս տարածաշրջանում երբ խոսում եք գիտական կամ էլիտի ընդրեալների շրջանակներում երբ ասում եք հայ ենք նրանք երկու բան են նշում են հայերի դերը այդ հյուրանոցային եւ այլն եւ նշում են հայերի հին քաղաքագրթություն ունեցող առաջին քրիստոնյա երկիր լինելու այդ փաստերը գարձեք այսպես տպավորիչ է իրենց մոտ եւ այդ իմաստով կարծում եմ մենք պետք է ուշադրություն դարձնենք հա դրանք են խարիսխներն են որոնց այսօր մենք դեռ գցել ենք ունենք բայց չգիտես չի դեռ չենք օգտագործում այն կարևոր կշիռներն են որոնք մենք կարող ենք օգտագործենք գիտեք մեր մոտ այսպես լինելով ունենալով ավելի ճիշտ մենք մեր գաղութները համայնքները տարբեր երկրներում մենք կարծեք երկրներին այսպես նայում ենք զուտ ինչքան հիմա հնարավորություններ կա այն իմաստով գաղութի հայերի TV իմաստով բայց ես կարծում եմ աշխարհը այսօր արագընթաց այսպիսի փոփոխման եւ զարգացման շրջանակներում երբ մեկ հբումով կարելի է մի երկրակնթից մյուս երկրակունքը արևդրով զբաղվել կարծում եմ այն իմաստով մենք կարող ենք այդ մեր ունեցած բաշարի շնորհիվ ստեղծել հնարավորություններ այսինքն ամենևին կարևոր չէ որ մենք այնտեղ 500,000 հայ ունենանք որ կարողանանք հարաբերություններ ստեղծել այդ ունեցածի շնորհիվ մենք կարող ենք մի քանի անհատների շնորհիվ տնտեսական կամ մշակութային մեծ արժեքներ ստեղծել հիմքը երբ կա կարելի է իհարկե ես չեմ խրախուսում
գաղութ ստեղծել, այնտեղ տանել մարդ բնակեցնել, բայց մենք կարող ենք այդ մեր ազդեցությամբ մի քանի անհատների կամ մի քանի գազམ་ագերբությունների ազդեցությամբ գիտական, մշակութային, արևտրական կապեր զարգացնել, ինչպես որ նշեցի, այսինքն այդքան հերու լինելով մեր դեսպանությունը արդյունավետ աշխատանք է դանում։ Դա ես կարծում եմ ամբողջ բերը միայն պիտի չլինի, այսինքն դիվանագիտական կորպուսի վրա, այլ գիտնականներ, տնտեսագետներ եւ այլն պետք է նաեւ իրենց ներդրումը բերեն ինչ որ շահավետ իրար հետ այսպես երկրների, կազմակերպությունների հետ ավելի արդյունավետ աշխատելու ինչ որ դրական մի այսպես product կոպիտ ասած մեջտեղ բերելու համար։ Հա, համաձայն եմ, ես որ պատրաստում եի հաղորդման, այդ բանը այդ դպրոցի մասին նշում եմ Արեի մոտ, Գևորգ Մանուչարյան, չէ՞, ճիշտ եմ նշել, Մանուկ եւ Հարություն այդ դպրոցի մասին, որի մասին մենք խոսեցինք, շատ տպավորիչ բան է, որ փաստացի առաջին այդ բարձրակարգ դպրոցի ցանցը կամ այդ միջազգային դպրոց կոչվածը հայերի հիմնադրված է։ Եվ համաձայն եմ քո այդ ամբողջությամբ, որ այդ ժառանգությունը, որ մենք ունենք, այդ լավ հիշողությունը, լավ այսպես տրամադրվածությունը, որ մենք ունենք մեր ազգի նկատմամբ, շատ ժողովուրդներ, շատ ազգեր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի իրենք ճանաչելի դառնան, որպեսզի իրենց նկատմամբ վերաբերմունքը փոխվի։ Մենք դա ունենք արդեն իսկ մեր պատմական այսպես զարգացման բերումով, բայց ցավոք սրտի չենք օգտագործում եւ դա խնդիր է։ Մենք արեցինք այդպիսի իհարկե նաև նույնպես մեր դեսպանատան մտահղացումներ, որ համալսարանների միջև գիտական ոլորտում ինչ որ համագործակցություն լինի եւ բախտը վիճակվեց, որ ես ներկայում աշխատում եմ իմ թեզի վրա միջազգային ինդոնեզիական միջազգային իսլամական համալսարանում եւ ես կարողացա նաև կամուրջ լինել եւ մենք կարողացանք այսինքն դեսպանության եւ մեր պետական համալսարանի շնորհիվ այնտեղ կազմակերպեցինք կոնֆերանս եւ դա շատ կարեւոր էր կարծում եմ հայ եւ ինդոնեզիական գիտական դաշտի վրա այդ առնչությունները եւ երկու կողմերի տեսակետները հայտնելով դա ուրեմն բավականին դրական արձագանք գտավ ես զեկուցեցի հենց այդ հայկական հետքերի մասին եւ նրանց զարմանքը շատ մեծ էր, երբ հայտնեցի, որ այդ միջազգային դպրոցի այսօրվա չափանիշներով միջազգային դպրոցը հայերն են հիմնել։ Նրանց ուրեմն արձագանքը շատ դրական էր մեր գիտնականների, նամանավանդ զարմացած էին մեր գիտնականների իսլամագիտության ասպարեզում ունեցած գիտելիքների եւ ես կարծում եմ այդ իմաստով մենք պետք է դա շարունակական անենք եւ կարծում եմ հաջորդը մենք պետք է դա իրականացնենք այս անգամ Հայաստանում կարծում եմ այնպես որ գիտական ուրեմն դաշտում հիմքը կարծեք թե փորձել ենք այսպես իրականացնել շնորհիվ մեր այսպես դեսպանի մտահղացման եւ Ինդոնեզիայի կողմի այսպես նաև մեծ հետաքրության արդյունքում։ Նաև մի դեսպանատուն էլ այդ տարածքում ունենք Վիետնամում, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Երկու դեսպանատներ ունենք Ինդոնեզիայում եւ Վիետնամ։ Վիետնամինը ծածկում է ըստ երևույթի Կամբոջա, Լաոս եւ տարածաշրջանը։ Շատ կարևոր տարածաշրջանը, շատ այսպես զարգացման հեռանկարներով եւ շատ այսպես փորձագետներ, որ կարդում ես, նշում են միջազգայնագետներ, որ Կշիռը շատ դեպքերում տնտեսական այն ինչ որ ժամանակին ու հարյուրամյակներով Եվրոպայում էր, հիմա շեղվում է դեպի այդ տարածաշրջանը։ Այո, ես դրա մասին երկար տարիներ առաջ արդեն գրել եմ, ասես ավելի կենտրոնացած էի մեր լրատվականներին, որովհետև քաչ գիտակցելով գիտական հոդվածները քիչ են կարդալու եւ քիչ է տարածվելու։ Իհարկե գիտական հոդվածներ ունեմ այս հարցի հետ կապված, բայց ես ավելի ուրեմն մի քանի հոդվածներ գրել եմ թե Հայաստանի թերթերին, թե Սփյուռքի, որ շուտով աշխարհի ուշադրությունը թեքվելու է թեպի Ազիա։ Շփախտաբար այդ ռեակցիան ես չստացա թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Պատկերացում չի կար անգամ, որ մեկ-մեկ ինձ ընկերներս նույնիսկ ասում էին թե
Ես ինչ երազների մեջ ես ապրում եւ այլն։ Ես բնականաբար ճպտում էի, որովհետեւ ես այդ տարածաշրջանում ուրեմն ապրել եմ 90-ականներից եւ այդ տարածաշրջանի վերելքը ամբողջ Չինաստանը նույնպես իմ աչքերով եմ տեսել։ Եվ ասում էի, սպասեք մի քիչ էլ հետո կխոսանք եւ այսօր այն մարդիկ ինձ ասում են դու ճիշտ էիր։ Դա իհարկե ես նպատակ չունեի ռոպագանդայով զբաղվելու, բայց ես ցանկանում էի մեզ հայերիս որոշ չափով ներկայացնել, թե արդի աշխարհը որ ուղղությամբ է շարժվում եւ մենք ինչ պետք է անենք, որովհետեւ ազիացիները ունեն մի այսպիսի ուրեմն սովորույթ չգրված երևի սա բոլոր ասիացիների այդ երկրների, որ նրանք շատ ուշով հետևում են, որ երկրները եւ որ պետությունները նրանց հետ ստեղծել են, ուրեմն այսպես սերտ հարաբերություններ մինչեւ նրանց զարգանալը։ Օրինակ Չինաստանը դա շատ ուրեմն հստակորեն ի ցույց է դնում։ Այո, այսպիսի հայտարարություններ արվում են, ուրեմն հին քաղաքագործություններ եւ այլն, բայց այնտեղ շեշտը դրվում է թե այդ ժամանական ընթացքում որ պետությունները նրանց հետ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծեցին եւ այդ էր իմաստը որ ես այսպես փորձում էի գոնե մտածող խավին Հայաստանում եւ Սփյուռքում մի քիչ ավելի շեղել ուշադրության կենտրոնից իրենց որ աշխարհը նոր աշխարհը թեքվում է այն կողմ տնտեսապես եւ տեխնոլոգիապես, բայց իհարկե նաեւ օբյեկտիվ այստեղ խնդիրներ կար, որ մենք ուրեմն Ղարաբաղյան հարցը հիմնական հարցերից մեկն էր մեզ համար եւ մենք այդ համանախագահների պետությունների հետ փորձում էինք հնարավորինս սերտ հարաբերությունները այդ կամատեքստում կենտրոնացնել եւ կարծում եմ մենք միգուցե այդ ուժը չունեինք այսպես տարածվելու տարբեր ռեսուրսները երևի թե, բայց ամենևին կարծում եմ պետք էր փոքր քայլերով դա անել եւ հիմա էլ կարծում եմ ուշ չէ մենք կարող ենք ուրեմն նամանավանդ այս հիմա բազմաբևեր աշխարհում որտեղ կան վտանգներ սահմանների պահպանման առումով, բայց նաեւ կան հնարավորություններ դաշնակիցներ եւ ընկերներ գտնելու, այսինքն երբ ասում է քաղաքականությունը նաեւ արվեստ է, այդ իմաստով արվեստ է, որ ինչպես պիտի կարողանաս նոր ընկերներ եւ նոր դաշնակիցներ ձեռք բերել եւ սա կարծում եմ ոչ թե ամենևին ռազմական գետնի վրա, բայց ես կարծում եմ սա կա նշույլ դրական այս ուղղությամբ աշխատելու նաեւ Ջան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույցեր ու այն առումով, որ նաև անհայտ մեր համար բացահայտման հետևից եւ շատ կարևոր տարածաշրջան է, քեզ էլ շատ շնորհակալ ենք, որ դրանով զբաղվում ես ու գալիս եմ վերջի հարցին, որը ավանդական հարցն է իմ այս մեր զրույցների, ինչու զբաղվել հասարակագիտությամբ ընդհանրապես, ինչու զբաղվել պատմությամբ եւ ինչու մասնավորապես դու որոշեցիր, որ պետք է հենց այս ոլորտ մտնես, չդառնաս ֆիզիկոս, չգիտեմ, քիմիայի մասնագիտությամբ գնաս կամ այլ մասնագիտությամբ, այլ հենց զբաղվես այս հասարակագիտական լայն իմաստով, հա, գործունեությամբ։ Գիտեք, երևի այդ ճշգրիտ գիտությունը ինձ համար շատ ծանծրալի կլիներ, իմանալով այսինքն 1+1 ինչ արդյունք է տալու, եւ ինձ համար լինելով արվեստագետ ընտանիքի զավակ, նաև ես զբաղվել եմ արվեստով երկար տարիներ, պարող եմ եղել, բայց ինձ համար ավելի հետաքրքիր էր հարցերի պատասխանների գտնելու այդ արդեն սովորույթ դարձած ընթացքը, որովհետև ինձ համար հաճելի է հարցի, այսինքն ինչ որ հարց երբ առաջանում է իմ մտքում, բրբդելով գտնել այդ հարցի կամ համոզիչ պատասխանը, որը ինձ համոզիչ կդարձնի։ Այսինքն երբ հարցը կա, բայց պատասխանը հստակ չէ, պետք է բրբդելով գտնել այդ հարցի պատասխանը։ Ֆորմուլայի մեջ չի տեղավորվում։ Այո, դա մեկ։ Երկրորդ կարծում եմ հասարակագիտությունը, որ այսօր թվում է թե IT ոլորտ եւ այլն ավելի կարեւոր է դարձել եւ մեր ուրեմն բնակավարը ավելի երկրորդական է կամ
ընդհանրապես պետք չէ։ Հիմա Elon Musk ասում է համալսարան գնալն էլ արդեն կարևոր չէ, դա։ Հիմա այդ իմաստով ես կարծում եմ դա ամենևին այդպես չէ։ Ես կարծում եմ հասարակության ամենակարևոր գործառույթը այն է, որ քո ինքնությունն է վերհանում, այսինքն ով ես դու, ով ես եղել եւ ինչ կարող ես դառնալ։ Այս 3 հարցերի համար հասարակագիտությունը ամենակարևոր գիտությունն է, որը ոչ ֆիզիկան կարող է քեզ ասել, ոչ IT ոլորտը։ Այն իմաստով քո ինքնության, անցյալի, ներկայի եւ ապագայի ամենակարևոր ուրեմն ասպարեզը դա հասարակագիտությունն է եւ մարդ սիրելու եւ մարդով հետաքրքրվելու նախադրյալն էր, որ ինձ մղեց այս ուրեմն ասպարեզ։ Շատ լավ պատասխան էր, մարդ սիրելու եւ մարդով հետաքրքրվելու մղումը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հուսով եմ, որ ապագայում նորից կհանդիպենք, ինչ որ մի այլ միգուցե արդեն ավելի նեղ, որտեղ սա այսպես ընդհանուր ծանոթ մենք տվեցինք մեր լսարանին ընդհանուր բնույթի ծանոթագրություն, միգուցե որոշ ժամանակ անց մենք փորձենք միգուցե ըստ երկրների կամ ինչ որ ըստ ավելի նեղ թեմաների ինչ որ շարք անել, այսպես տարածաշրջանի մասին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։